Հարկերի մասով հնարավոր է այլ քաղաքական ակտիվություն ցուցաբերող ընդդիմադիր լիդերների նկատմամբ նորից գործեր հարուցեն կամ դուք տեղյակ եք, որ կան նման գործեր, որոնք առաջիկայում հայտնի կդառնա հասարակությանը։ Ինչը որ հայտնի կդառնա պատկան կառույցները արդեն դրա մասին կխոսեն, ինչ վերաբերում է մեզ, մեր գործողություններում այն բոլոր սուբյեկտները, տեսեք, անձի մասին չի խոսքը, այսինքն մենք տնտեսվարող սուբյեկտին ենք ուսումնասիրում, եւ եթե տվյալ անձը կապ ունի այդ գործունեության հետ կամ օրինակ դրա տնօրենն է, դրա սեփականատերն է, բարձր ուղղակի կամ անուղղակի ձևով առնչություն ունի այդ գործունեության հետ։ Հիմա մեր թիրախը, հարկային վարչարության թիրախը կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների թիրախը սուբյեկտներն են։ Կան այդպիսի գործեր, ասում եք, խախտումներ, որոնք արձանագրվել են, որոնք առաջիկա մի հայտ բոլոր ուղղություններով էլ կան, այսինքն եկեք չանձնավորենք, բոլոր ուղղություններով էլ կան գործողություններ ու այստեղ քաղաքական էլեմենտը բացարձակ կապ չունի, այսինքն մենք ընդ որում նշեմ, որ մենք ռիսկերով ենք գործում։ Ինչ ենք անում, մենք տարբեր ոլորտների ռիսկերը վերհանելով գործում ենք ռիսկային տնտեսվարողների ուղղությամբ։ Եվ այո, կան տնտեսվարողներ, որոնք առնչություն ունեն իրենց հետ, կան տնտեսվարողներ, որոնք չունեն առնչություն իրենց հետ, եւ այդ խոշոր գործերի մեջ եւ իրենք էլ կան եւ տարբեր մարդիկ էլ կան։ Կան հայտ ներկայացուցների մասով կան։ Կան տարբեր գործեր, որոնք ժամանակին հաղորդումներ են ներկայացված եղել ու քննչական մարմինները եթե նոր գործողություններ կոնկրետ այս ներկայի դրությամբ 3 միակ բանի մասին որ խոսել ենք, մենք ենք վերջի ամիսների ընթացքում հերթական մեր ստուգումների շրջանակներում, երբ որ խաղատները հերթականությամբ ստուգում ենք, օրինակ Շանգրիլան էլ հայտնվել այդ ստուգումների շրջանակներում, այդ դրա շրջանակում ունեցել ենք բացահայտումներ եւ խախտումների բացահայտումներ, որը հիմնական քննվում է։ Եվ պարոն Հակոբյան, ՊԿ Իրանի ժամանած բեռնատարում հայտնաբերել էր չհայտարարված 143 կապ բնական մաս, ինչի մասին է խոսքը, ինչ է բացահայտվել։ Դա մաքսանենգության դեպք է, այսինքն բնական մազը մեր մաքսանենգության դեպքերից մեկն է, այսինքն նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինում են, ու սովորաբար ինչ ենք մենք անում, մենք փորձում ենք սահմանում դրանք կանխել։ Եվ ըստ էության բացառիկ դեպքերից մեկն է, որովհետև մազը այնպես չի, որ շատ հայտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ինչի որովհետև հիմնականում թրմանյութերն են հայտնվում, եւ այդ առումով ուղղակի հերթական մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետ գործողությունների հետևանք է։